Ես զուգադիպությունների չեմ հավատում։ Ուկրաինան այսօր փոխկապակցված է Հայաստանի հետ։ Իր բոլոր այս ամեն ինչով։ Դրա համար ես հիմա կբարձրաձայնեմ հետո երկու կետ Ուկրաինային առաջարկված, որ համարյա հայելային նման է մեր Զանգեզուրի հետ կապված այդ խնդրին, այդ տրիպի այդ ծրագրին, որ նույնը հիմա հայտնվել է ուկրաինական այդ կապիտուլյացիայի մեջ։ Հենց որ բարև ձեզ ժողովուրդ ջան, ժողովուրդ, ես զուգադիպություն գիտեք ինչի նկատի ունեմ։ Այն, որ Նիկոլ Փաշինյանը եւ Զելենսկին համարյա միաժամանակ բարձրացան իշխանության, նա Ուկրաինայում, Զելենսկին Հայաստանում։ Զուգադիպություն էր արդյոք Տրամպը հանդիպում է Պուտինի հետ Ալյասկայում, նույն ժամանակահատվածում ծնվում է տրիպ ծրագիրը։ Հիմա մի գիշերվա մեջ իմացանք, որ Ուկրաինան պարտվում է կապիտուլյացիան ստիպում են ընդունի, նույն ժամանակահատվածում Հայաստանում եւ Ադրբեջանը գալիս է բանը ամերիկյան պետքարտուղարի ինչ որ տեղակալ, որ արագացնում են այս գործընթացները այստեղ։ Սրանք զուգադիպություն են։ Ոչ, սրանք ծրագրված խաղ է։ Ունեք ինչպես օրինակ ավելի մասնագիտորեն երբ մարդիկ նայում են պատմության մեջ անցյալում եղած այդ բոլոր քաղաքական որոշումները, դա կապ չունի 30, 50, 100 տարի առաջ որ եղել են այս նոր աշխարհակարգի ձևավորման ընթացքում էլի, դրանք բոլորը եղել են շատ տրամաբանական քայլերի հաջորդականություն։ Պարզապես տեսեք, դա նման է ավելի շատ շախմատի, կան սևեր եւ կան սպիտակներ։ Դա ծրագրված չի ինչ-որ մի աշխարհակական կենտրոնի կամ ինչ-որ մի դավադրության տեսության պես էլի կամ ոչ։ Մեկը մյուսի հաջորդականությունն է։ Տրամաբանական։ Ու ես այստեղ տեսնում եմ մի բան, դրա համար ես Նիկոլ Փաշինյանին ու բանին եմ դիմում, Արարատ Միրզոյանին, որտեվ իրանք միշտ եւ Զելենսկին եղել են խաղատախտակի վրա օրինակ արևմուտքի կողմից առաջին իսկ օրվանից։ Ու հիմա նրանք միգուցե պատրաստված են եղել եւ ծրագրված են եղել արևմուտքի հաղթանակի համար։ Եթե արևմուտքը հաղթեր, Ռուսաստանը պարտվեր, տրոհվեր, ոնց իրանք էին ասում ու իրենց ծրագրերում էր, միգուցե այս ամեն ինչը կլիներ ճիշտ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը։ Բայց տեսնում ենք, որ տեղի է ունենում հակառակը։ Ռուսաստանը հաղթում է, իսկ արևմուտքը պարտվում է։ Ու տեսնում եք, թե պարտությունը ոնց է արդեն արևմուտքը պատրաստում մարդկանց արդարանում, որ կհաղթենք, եթե չլիներ Զելենսկի կոռումպացված համակարգը։ Բայց այդ կոռուպցիան եղել է առաջին իսկ օրվանից Ուկրաինայում։ Բայց հիմա պետք է քավության նոխաս, ու այդ քավության նոխասը եղավ Զելենսկին, ու տենց էլ պետք է լիներ։ Ու հիմա նայեք, կարևորը այն է, որ մենք այս ամեն ինչի մեջ, երբ որ մենք խաղացել ենք այս դաշտում, էլի, մենք դուրս գանք հաղթող։ Պարտվողների թիմի մեջ դուրս գանք հաղթող։ Դեք Զելենսկիի վիճակը շատ ծանր է։ Դուք չզարմանաք, եթե վաղը իմանաք, որ նա կամ ինքնասպանն է եղել, կամ սպանել են ներկայացրել ինքնասպանություն, որտեվ պետք է ինչ-որ մեկի վրա ջարդվի այս ամբողջ պատմությունը, էլի, քավության նոխաս դառնա։ Ոնց որ չզարմանաք։ Իսկ ինչ կլինի Հայաստանի հետ։ Տեսեք, նույն այս բանաձևը, որ ուղարկել են այդ կետերը, էլի, Ուկրաինային, կապիտուլյացիայի, ինչին պետք է գնա։ Երկու պունկտ կա այնտեղ, որ շատ նման է Զանգեզուրի միջանցքին, դա Տրամպի տրամաբանությունն է, էլի։ Ու հիմա նենց անենք, որ մենք այդտեղ հաղթող դուրս գանք։ Տեսեք, Ուկրաինային առաջարկում են, գցենք, նույն կարծեմ Դամբասը, որ մնում է Ռուսաստանի կազմի մեջ, բայց Ռուսաստանը պետք է վճարի ինչ-որ մի վարձակալությամբ, թե ինչ ձևով Դամբասը մնում է Ռուսաստանի կազմի մեջ։ Դուք հասկանում եք,
Տեսնում եք ինչ նման է Զանգեզուրի այդ միջանցքի այդ տրիպի վարձակալության այդ տրամաբանությանը։ Մյուսը բացի վարձակալությունից կա մի կետ, որ դա Տրամպի այդ տրամաբանությունն է, էլի։ Ռուսաստանի 100 միլիարդ այդ սառեցված միջոցները կուղղվեն Ուկրաինայի վերականգնմանը։ Բայց ամերիկյան ոնց որ ընկերությունների միջոցով, որտեղ ձևակերպման մեջ տենց է, որ Ամերիկան պետքա դրա մեջ շահ ունենա։ Հասկանում եք, կամու վայնա, կամու մայրատնա։ Տեսեք, ու նույնն էլ հիմա Տրամպի ուղին է, տեսեք, Ամերիկան փայ է վերցրել այդ ամեն ինչի մեջ, էլի, սա Տրամպի այդ տրամաբանությունն է, էլի, ամենտեղ փող բռնի։ Ու հիմա եկեք այս Տրամպի խաղը Նիկոլ Փաշինյան մի շարունակեք եւ Արարատ Միրզոյան։ Որտեւ այսօր գրիչը ուժը ձեր ձեռքին է, ձեր ձեռքում է։ Այն անդիմություն բան, որ ասում եք, խոսում են, սրանք ընդհանուր ժողովուրդ, տեսեք, ես դիտարկում եմ այս հավաքական անդիմությանը, ընդդեմով Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Վանեցյան, Սամվել Կարապետյան, դրանք իշխանության այդ սերտաճած ինչ որ մի սիմբիոզում գտնվող մի ուժ են, էլի, որ ավելի շուտ նման են իշխանական մի գաղտնի կանցելարիա, էլի, որ կոչվում է բան, անդիմություն հավաքական։ Համար նրանք կարող են այս կատաստրոֆան կանգնացնեն, քանզի Զանգեզուրը եւ նոր կորցրած Արցախը դա Հայաստանի ողնաշարն էին։ Շատ կարևոր, էլի, որ նրանք հանդուրժեցին, որ կորի։ Պարզապես կարող են մանդատները վայր դնեն ազգային ժողովում, իշխանությունը տապալեն, քաղաքականությունից դուրս գային եւ ձևավորվեր նոր ավելի պետականամետ իշխանություն։ Քանզի ես էլի եմ ասում, ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանը եւ իր վարչակազմը առաջին իսկ օրվանից նա եղել է խաղացել է արևմուտքի խաղը։ Ինձ մի ասեք, որ ինքը սենց արել, տեսեք, սենց որոշումներ ա ունեցել, Սիրիա բանակա ուղարկե մակում, դրանք եղել են, գիտեք, ոնց ասեմ, դա խաղ ա եղել։ Օրինակ Նիկոլ Փաշինյանը առաջին իսկ իր հանդիպման ժամանակ Պուտինի ստորագրությունը դրեց համացանց, էլի, լուսանկարեց եւ կիսվեց։ Հասկանում եք, դա արդեն ծաղրելու, չհնազանդվելու ինչ որ մի, ոչ թե չհնազանդվելու, այլ չհարգելու մի քայլ է։ Նա միգուցե այդ ամեն ինչը սենց ավելի, տեսեք, տեսանելիության համար արել է քայլեր, բայց փակ դռների հետևը դեռ ուրիշ բաներ էր պայմանավորված եղել։ Օրինակ նույն Արման Բաբաջանյանի նման կերպարները, դրանք մի տարվա մեջ չաճեցին Հայաստանում, 7 տարվա մեջ չեղան։ Դրանք աճել են դեռևս Գորիկ Գուրգենիչի ժամանակվանից, Վանեցյանի, Սերժ Սարգսյանի։ Այս ամբողջ ծրագրերը որ կա, այս որ ասեցին Զելենսկին ու Փաշինյանը ոնց որ իրար հետ եկան իշխանության։ Դրանք ծրագրվել են ավելի շուտ, քան այդ կեղծ Թավշյա հեղափոխությունը, որտեղ երբ այսպես դիտարկում ես, արդեն ամեն ինչ պարզ է դառնում։ Ոնց կարող է Սերժ Սարգսյանը խոտ էր արածում, որ երկրում ՑՌՈ-ի ու մի 7-ի գործակալներ էին խլվելում։ Ոնց է Արման Բաբաջանյանը հայտարարում, որ Հայաստանում համատեղ կազմացել են մի բան։ Այն մի բանը, որ չպետք է բերանը փակ պայի, իդիոտ է, ստաց հայտարարում է։ Հասկացեք, դրա համար սա մի օրում չի եղել, սրա կնքահայրը Սերժ Սարգսյանն է։ Ռոբերտ Քոչարյանը միգուցե ոչ նա ընդհանրապես երբեք ինտելեկտով բարձր չի փայլել, նրա իսկ օրոք իշխել է երկիրը կրկին Սերժ Սարգսյանը։ Դրա համար այդ ներքինը թողնենք միտեղ, հիմա մենք այն մեր թեման, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահից դառնա պետականամետ, պետության մասին, ապագայի մասին մտածի, որտեղ Զանգեզուրը հիմա առևտրի առարկայա կրկին եւս Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Նենց որ ես տեսեք, դա մեր ողնաշարն է, դա մեր պետության միակ ռեսուրս բերող ինչ որ մի բանն է, էլի, ֆիշկեն է, էլի, հասկանում եք։ Կերակրող, որ կարող է դառնա մի քիչ մենք զարգանանք ու հետ չմնանք, էլի մնացածից։
Իսկ դրա մեջ դու ինչ որ մեկին բերես փայ 60% կամ 100%-ով։ Ոչ։ Այս ձեր ամեն ինչը նախաստորագրած է, նենց որ բալանսավորված քաղաքականություն տարեք, սկսեք պայմանավորվել Ռուսաստանի հետ։ Նայեք, Ռուսաստանի հետ ես չգիտեմ, տեսեք, անկեղծ եմ ասում, թե Ռուսաստան, Միացյալ Նահանգներ փակ դռների հետևը ինչ են պայմանավորվում, նույն Ադրբեջանը ինչա պայմանավորվում փակ դռների հետևը, ինչքանով Ադրբեջանը կծախի այս բանտարկյալներին, որ հիմա իրանց մոտ են, կամ Միացյալ Նահանգների կամ Ռուսաստանի վրա։ Նա վճիռը կայացնելուց հետո մեկի վրա ծախելու է։ Որպես փրկիչ ինչ որ մեկը գա Հայաստան, ասի, տեսեք, ես բերեցի ձեր Ռուբեն Վարդանյանին ու մնացածին գերիներին։ Ում վրա կծախի Ադրբեջանը, ես դա չգիտեմ, բայց նա ծախելու է։ Նրանք այդ սրոկը չեն նստելու։ Վճռից հետո ծախելու է։ Պայմանավորվելու է, ով ավելի շատ բաներ տա, բոնուսներ տա Ալիևին։ Նա շատ խելացի գործիչ է։ Իսկ դուք Նիկոլ Փաշինյան եւ Արարատ Միրզոյան, դուք շատ թույլ բանակցող եք, դուք լոխ եք, քաղաքական լոխ եք։ Կներեք, էլի ասենց ես ավելի կուլտուրական եմ հիմա խոսում, որտեվ ես սա լուրջ եմ ուզում լինեմ, էլի ավելի ցինիկությունս թողնեմ մի կողմ։ Թե ինչա պայմանավորվում նույն Ադրբեջանը, Ռուսաստանի հետ, Ամերիկայի հետ, Թուրքիայի հետ, պետքա կանխագուշակեք։ Հասկանում եք, դրա համար եմ ասում, այդ պատմությունը ցույց է տալիս, որ բոլոր աշխարհակական որոշումները տրամաբանական են եղել, կանխագուշակելի։ Դրա համար գոնե այս պահից Նիկոլ Փաշինյան, դուք տեսաք, հենց Զելենսկիի այդ լացակումած կոչը Ուկրաինայի ժողովրդին։ Սա ձեզ ինչ որ մի բան չի հասկացնում, լսեք, վերջի վերջո մեր արժանապատվություն պետք է լինի մի փոքր ձեր մեջ այդ հայկական այդ գենի հետ մտածելի, որ գոնե հիմա փոխեք ձեր քաղաքական այդ տրամաբանությունը, վեկտորը, պետականը հայամետ մնաք, հասկանում եք, այլ ոչ թե տեսեք, ես ինչի ձեզ հիշացրեցի այդ վարձակալությունը Դոնբասի, Զանգեզուրի 50% ընդեղ 50%, էլի օգուտ ունենա Տրամպը։ Մի խաղացեք Տրամպի խաղը։ Դուք խաղացեք ձեր խաղը, ոչ մեկին ոչ մի տոկոս մի տվեք, ոչ մեկին ոչ մի ժամանակային բան մի տվեք։ Ինչպես Դոնբասն մնալու հետո Ռուսաստանին, դա հիմա փափուկ բարձ է Ուկրաինայի գլխի տակ այդ առաջարկման փաթեթում, էլի։ Սրանք էլի 100%-անոց չեն, բայց լրատվամիջոցներից դուրս եկած, էլի, ու լուրջ։ Որ Ուկրաինային sense մխիթարում ասում է Դոնբասը տուր, բայց քեզ արենդ կտա ռուսը։ Նույնն էլ հիմա տեսեք, էսա, բանն է, Զանգեզուրն է։ Այս տարի այս տրիպերի վերջը պետքա տակ, սա տրիպեր դա վատ բառ է։ Հիմա տալու են այդ անխոչնդոտ ճանապարհ, հետո ով գիտի Ադրբեջանի ռեպարացիաներն էլ իր հիշի մի օր էլ ասեն, տես դե հիմա ռեպարացիաների փոխարեն թողես ամեն ինչը մնա Ադրբեջանին։ Ինչպես ես Դոնբասը կմնա Ռուսաստանին, սա այդ գիտեք առաջի սա գորտն է, որ գերման ջրի մեջից դուրս է թռնում, բայց որ դնում ես բանի մեջ, սառը ջրի մեջ էփում ես, էփում է։ Հիմա սա այդ են, էփում են իրանք, համ Ուկրաինային, համ Հայաստանի։ Այդ թե ինչի եմ ասում, պետքա, լսեք, շատ սառը ու լուրջ դատեք այս ամեն ինչը։ Խորը մտածեք ամեն մի բանին, հիվանդացեք, մի բան հորինեք, մի քիչ ոտներդ կախկցեք։ Թե չէ ձեր օգուտը ուրիշն է պոկելու։ Դե պատկերացրեք, նույն Տրամպը Ռուսաստանի հետ համաձայնության գա, ասի լավ, Տրամպի թող լինի, բայց ռուս ջան, արի քեզ էլ տամ բանը, այդ կամպանիան։ Ես մեկը ոնց վզին տամ Նիկոլի կհամաձայնվի իրանց այդ իշխանություն էլի, որտեղ գա ռուսական կամպանիա ու էլի կրկին կլինի նոյեմբերի 9-ը, բայց մի տարբերությամբ, որ հələ մի բան էլ մի հատ ֆիրմա կարող է գա, ռուսական մի օլիգարխ Հայաստանում մանի փող աշխատի։
Սակայն դա Ռուսաստանի համար գիտեք ինչ է, Մոսկվա ինչ որ մի թաղամասում բորդուր փոխելու փող է, էլի մի տարվա։ Դա իրանց համար մեծ գումար չի Ռուսաստանի պես մեծ պետության համար, բայց մեր պետության համար կարող է լինի առողջապահություն, լսեք, այդ դպրոց, տարբեր բաներ կա, էլի հասկանում եք, փողոցա, լուսավորությունը, ասֆալտա, ծառա, թուփա։ Այն չէ որ դուք հիմա անում եք վարկերով, այ մարդիկ։ Այս ամեն ինչը անում են, այսօր ցույց են տալիս, դա այն միևնույնն է, որ մարդ գնա կրեդիտը վերցնի, ես մի բանկից տուն ռեմոնտ անի, այն մի բանկից վերցնի ավտո առնի, այն մի բանկից վերցնի սենց շորեր առնի, բան անի, գնա հանգստանա, տուրիստ դառնա, բայց վարկերով էլի։ Հետո վախտը գա, որ այդ վարկը տալու օրը գա, չկարողանա տա, տունը ձեռից տանեն։ Այդ դա լինելու է Հայաստանը։ Հենց որ այս ամբողջ այդ հրաշքը, որ իրանք հիմա անում են ձեր համար, դրանք վարկով են անում։ Վարկով։ Իրանք գողանում են վարկերից, վնասից են գողանում, ոչ թե օգուտից։ Երկիրը օգուտով մինուսով է աշխատում։ Պատերազմը պրծավ, ռուսական այս էքսպորտը հեսա կվերանա, այդ փողերը էլ չեն գա։ Ինքը արդեն ուղիղ կծախի ադամանդնա, ոսկինա, աշխարհին, էլի, հենց որ սա դեֆոլտի կարող է հասնի երկիրը այս ձև, եթե մենք մտածենք, որ Տրամփի ուղին էլ սենց 60%-ով տանք ինչ-որ մի կամպանիայի։ Դենց որ այդ խորը մտածեք։ Մի քիչ ապագայի մասին մտածեք, որ ձեր անունները չգրեն մեր պատմագրության մեջ որպես մեծագույն դավաճանների։ Որ մարդիկ գնան իրանց պասպորտ անձնագրերում Արարատ անունը դառնա դավաճանի անուն, լսեք, այդ Միրզոյան, դու կարող ես այդ լեռան, այդ աստվածաշնչային լեռան անունը պղծես հետո։ Հենց որ այսօրվա ձայնագրությանս իմաստը սա էր, որ մենք հիմա տեսնում ենք այս ամեն ինչ էս աշխարհ քաղաքական այս խժդժությունները ու պետքա ճիշտ վերլուծենք ու ճիշտ գոնե այս մի բանում մենք ճիշտ դուրս գանք ու ճիշտ քայլի գնանք։ Ասում եմ ձեր այդ Նիկոլ միչև հիմա ճիշտ բան չեք կարել, դուք ամենա ոչ եթե կարող եք տայք մինիմումը տվել եք միշտ մաքսիմումին եք համաձայնվել, հասկանում եք բանակցություններում։ Տեսեք Զելենսկին ոնց է բան քյալա տալի այդ տղեն, էլի, սենց միջև վերջի բանը։ Իսկ դուք չէ, դուք առաջին մաքսիմումը տալ, մաքսիմումով տալիս եք։ Ոչ թե մինիմումին իջացնեք այդ զիջումները։ Հենց որ էս էր այսօրվա իմ ձայնագրության էս իմաստը։ Հենց որ ժողովուրդ ջան, դուք էլ համազ տեսեք, տրամաբանեք, էլի ամեն ինչ տրամաբանության մեջ է, ամբողջ քրեական գործերը, դատական համակարգը, ամեն ինչ, եթե չկա կոսվինի սենց ամեն ինչ բռնող ավելի փաստացի, մարդիկ այդ սիմպտոմները արդեն հիմք են վերցնում համարում։ Հասկանում եք։ Այդ բոլորը այդ հանցագործության տարբեր բաների այդ տրամաբանելու ժամանակ դառնում է ընդհանուր մի այդ խճանկարն է էլի կազմում։ Այդ պազլն է հավաքվում։ Հենց որ Նիկոլ Փաշինյան եղել եք արևմտամետ, փոխվեք, դարձեք հայամետ։ Որտև էլի եմ ասում, շատ ռուսական վերլուծություններ կան, դրսում նույնիսկ գտնվող, որոնք փախած են Ռուսաստանից։ Նրանք բոլորը միաձայն ասում են, Արցախի խնդիրը փակված չի Ռուսաստանի համար ու Արցախի հարցը էլի կգա բանակցային գործընթացի այդ սեղանի վրա կդրվի։ Պետք չի մենք կորցնենք Սյունիքը, էլի եմ ասում։ Այն էլ որ ուրիշը մեզանով փող աշխատի։ Ինչի Վրաստանում լրիվ այդ փողը պետքա գնա վրացու գրպանը, պետության բյուջե էլի Վրաստան։ Իսկ մենք պետքա դրա մեջ կիսվենք ինչ որ մի հատ պախան պետքա գա մեզանից 60% կամ 50% տանի։ Ու էլ եմ ասում, դա շատ վտանգավոր է, ոնց որ ինչ որ 50-100 տարով վարձակալություն այդ տրամաբանությունից պետքա հրաժարվեք վերջնական։ Այսքանը երևի կարողացա սենց կարճ միտքս
ձևակերպեմ եւ մատուցեմ։ Շնորհակալություն, հաջողություն։